Պարոն Մարկը, հեղափոխությունը, որ եղավ դրանց պատճառով այդ կորուստները տեղի ունեցավ մեջուկային։ Այ շատ են էլի բանանում, քարոշություն են տանում, որ ժողովուրդ դու մեղավոր ես, դու հեղափոխություն ես արել։ Դուրս ես եկել փողոց 100,000-ներով, մերժել ես հետորվա իշխանությունը, եւ այդ դրա համար դուք Ղարաբաղը կորցրեք։ Ես ուզում եմ ասեմ, քեզ վստահեցնում եմ, որ որևէ կորելացիա չկա Արցախի կորստի եւ ժողովրդի հեղափոխության հետ որևէ կապ չկա։ Ժողովուրդը չի փոշմանել, որ այդ իշխանության այդ ռեժիմին մերժել, ու ճիշտ արել, որ մերժել։ Վստահ եմ, լավ արել, լավ ենք արել, բայց դե մի հատ ուրիշ բայց է գալիս առաջ։ Բալավ դրանից հետո ինչ իշխանություն է ձևավորվել։ Այդ հույսերի վրա ձևավորվել է իշխանություն, որը 2 տարի անց ձախողել է բանակցություններ, արդեն հիմա պարզա, որի արդյունքում ստվել է պատերազմ, որից հետո պատերազմը պարտվել ենք, ստորագրվել է նոյեմբերի 9-ը, եւ այդ process-ը գնացել է, այսինքն մենք գնացել ենք նոր ընտրությունների, ժողովրդի առաջ հարց է դրվել, դու ճիշտ ես արել, որ հեղափոխություն ես արել, թե ուզում ես նախկինները կան, ժողովուրդը ասել է ես ճիշտ եմ արել, որ հեղափոխություն եմ արել։ Ու նորից ընտրել է Նիկոլ Փաշինյանին, հասկացա։ Այդ բայց սկսած ասել ենք դու ունես ժողովրդի մանդատը, կարաս ես երկրի եզրիջակից անես, եթե առողջ ուժերի կողքդ համախմբես անես։ Մենք մեր մասով գնացել օգնել ենք։ Չեն լսել, որը մասը լսել են, մասը չեն լսել։ Սխալ ուղղություն է ընտրվել, այդ սխալ ուղղությունը մենք չենք կիսել, հրաժարական եմ տվել դուրս եմ եկել։ Հիմա ժողովուրդը էլի շանս ունի նոր մանդատ ձևավորելու, չէ՞։ Հիմա ժողովուրդը 2 անգամ հնարավորություն է տվել իր ուժերով հեղափոխությամբ, իշխանության բերած իշխանությանը իր իղձերը իրացնել։ Այս մարդիկ այդ ժողովրդի իղձերը ցարց են իրացրել, հակառակն են արել։ Հասկանում ես, ասեն կառավարության ծրագրում կա որ պետք է լիներ հայկական Արցախ։ Արցախը գոնե մնար հայկական, ոչ թե անկախություն ճանաչում, չէ, մնա հայկական։ Չկա Արցախ։